Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում են ՆԳ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսուն կորստյան ծանր վիշտը, ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր, փրկարար նավակներ, աշխատում են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները։ Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար, իսկ հիմա նախորդ թողարկումներից հատվածներ։ Ինչպիսի առաջարկություններ են անում մարդիկ կառավարությանը, փրկարարներին եւ բոլոր պատկան մարմիններին 2-ամյա փոքրիկ Տիգրանի գտնելու առնչությամբ, մենք նկատեցինք, որ համացանցում շատ էին նմանատիպ մեկնաբանությունները, որ կարելի է գետի հունը փոխել, գետը այդ հատվածում ցամաքացնել եւ այնուհետեւ հստակ անցնել որոնողափրկարարական աշխատանքներին գետի երկայնքով։ Մենք չգիտենք, սա տեսականորեն կամ գործնականում հնարավոր է թե չէ։ Միգուցե տեսականորեն պատկերացումով դա հնարավոր է, որ կարելի է փոխել գետի հունը ժամանակավորապես, բայց գործնականում դա որքանով է հնարավոր, ինչպիսի տեխնիկա պետք է գործադրել, որտեղով որ պետք է անցնի այդ գետը, հնարավոր է այդտեղ փորել նոր գետի հատված եւ միջև ուր պետք է գնա այդ հատվածը։ Ըստ էության այստեղ կա մի հատ հնարավոր տարբերակ, որը մենք ենք մտածում, միջև գյուղից դեպի Հրազդան քաղաք գետի հունը դու չես կարող փոխել։ Դա անհնարին է, բայց կարաս հատված առ հատված գետի հունը այդպես շրջանցիկ փոխես, այսինքն ինչ որտեղից դուրս գա, ինչ որ մի տարածություն անցնի եւ կրկին վերադառնա իր հունին եւ այդպես շարունակաբար անել, ինչ որ հատված փոխել, մտցնել էլի գետի հիմնական հատված, այդ հատվածը կցամաքի եւ դուք կկարողանաք այդ հատվածում որոնել, հետո այդ հատվածը կրկին ջրով լցնել, անցնել առաջ։ Նման բան ըստ էության բարդ է, շատ բարդ է իրականացնել, բայց հնարավոր է։ Նաև այստեղ կա հետևյալը, որ եթե երեխան ընկել է գետը, հավանականությունը շատ մեծ է, որ ինքը կհասներ մինչև Հրազդան եւ կհայտնվեր այդ լճում, եւ եթե կա այս տարբերակը եւ դա շատ հավանական տարբերակ է, ապա գետի հունը նույնիսկ կտոր առ կտոր, փուլ առ փուլ ցամաքացնելով, փոխելով միևնույն արդյունքների չես հասնի, որովհետև գլխավորը հենց այն լիճն է, որտեղ որ ըստ էության կարող էր հասնել երեխան, եթե ընկել է գետը։ Այսինքն մինչև այդ եթե խոչընդոտների չի հասել, ուրեմն ընկել է լիճը։ Բայց իհարկե մենք չենք բացառում, որ երեխան լիճը չի հասել։ Եթե երեխան ընկել է գետը, դժվար թե հասներ մինչև լիճ, որովհետև դա բավականին կեղտոտ գետ է եւ անդադ կարող էր երեխան ինչ-որ մի հատվածում, ինչ-որ միտեղ գետը նրան կանգնեցնել եւ հիմա այդտեղ էլ երեխան լինի։ Եթե չեք կարողանում գետում այժմ գտնել, ապա գետի հուն փոխել կտոր առ կտոր այդ ամեն ինչ անել ու ստուգել դա շատ բարդ աշխատանք է, բայց հնարավոր է եւ արդեն արդյունքների մասին իհարկե խոսելը անիմաստ է, որտեղ արդյունքները կլինեն շատ բարձր։ Կմտնես գետ առանց ջրի։ Իհարկե 16 օր է անցել, մենք վստահ ենք, որ այս տարբերակը ավելի շուտ է քննարկվել, եթե չի արվել, ուրեմն այլևս հաստատ չի արվելու։ Փրկարար ծառայության վերջին հույսը եւ հիմնական հույսը, որ մենք նկատում ենք, դրված է հենց գետի վրա, որ գետը երեխային կբարձրացնի վերև եւ նրանք կկարողանան արդեն գտնել երեխային։ Դրա համար իհարկե ժամանակ է պետք, երկար ժամանակ պետք է սպասել, բայց նաեւ կա տարբերակ, որ նրան առևանգել են, ինչը որ պնդում են երեխայի ծնողները, երեխայի անհետացման առաջին իսկ օրվանից մինչև այսօր նրանք հույս չունեն, որ երեխան լինելու է գետում։ Իհարկե Աստված տա, որ դա այդպես է լինի եւ երեխան չհայտնաբերվի գետում։ Բոլոր հայ ժողովրդի աղոթքները երեխայի եւ նրա ընտանիքի անդամների հետ են։ Բոլորը հույսով են, որ երեխան ողջ եւ առողջ կլինի, թեկուզ առևանգված, բայց ժամանակ անց կվերադառնա իր սիրելի ընտանիք։ Երեխայի ծնողները գնացել են Սուրբ Հովհաննես մատուռ
Լորվա մարզում գտնվող, որը կատարել է տասնյակ հազարավոր մարդկանց ցանկություններ, նույնիսկ 100 հազարավոր մարդկանց ցանկություններ, հիմնականում այնտեղ գնում են մարդիկ, ովքեր որ երեխա չեն կարողանում ունենալ եւ Աստծուց խնդրում են երեխա, եւ բազմաթիվ խաչքարերը, որոնք վկայում են, որ Աստված շատ շատերի ցանկությունները կատարել է։ Ում ցանկությունը կատարվում է, նա խոսք է տալիս, որ այնտեղ կբերի եւ կտեղադրի խաչքար, եւ այդքան խաչքարները, որոնք հազարավոր են, նշանակությունը այն է, որ հազարավոր մարդկանց նպատակներ կատարվել է։ Եվ այդ սուրբ տեղը այցելել են փոքրիկ Տիգրանի ծնողները, որպեսզի Աստված իրենց ցանկությունը կատարի, եւ դա միայն իրենց ցանկությունը չի, դա ամբողջ աշխարհի հայերի ցանկությունն է, որ երեխան ողջ գտնվի եւ վերադառնա իր ընտանիք։ Ամբողջ հայազգը այսօր ցավում է այս դեպքի համար, իսկապես շատ սարսափելի իրադարձություն էր, որ տեղի ունեցավ, եւ Աստված թող օգնի գտնել Տիգրանին ողջ եւ առողջ։ Եվ մենք կարծում ենք, որ շատ ճիշտ են արել ծնողները, հիմարություններին հավատալով էքստրասենսներ, չգիտես ովքեր, հարևաններին կասկածել, գնչուների վրա գործը բարթել, նման բաների փոխարեն շատ ճիշտ են արել, գնացել են Աստծո դուռը եւ խնդրում են իրենց երեխային ողջ եւ առողջ վերադարձնի ընտանիք, եւ միանշանակ մենք վստահ ենք, որ նրանց ցանկությունը կատարվելու է։ Այդպիսի զգացում կա այն բանից հետո մանավանդ, որ 10 օր անընդմեջ երեխային փորձել են գտնել գետում, ամեն ինչ արվել է, ամեն սարքավորում օգտագործվել է եւ երեխան գետում չէ։ Սա հույս է տալիս մարդկանց մտածել, որ երեխան ողջ է, ինչ որ մեկը կարող գար տաներ, դա չի բացառվում։ Այսօր այնքան աննորմալներ կան, որ նույնիսկ զանգում են հորը, երեխայի լացի ձայն են միացնում, բա մի հատ աննորմալ էլ կարող լիներ, որ այդ երեխային կգողանար։ Այս ծանր վիճակում կեղծ զանգեր, որ երեխան էստեղա շուտ եկեք, երեխային անցկացնում են Բագրատաշենի սահմանը, երեխայի լացի ձայն են միացնում, ինչ որ մեկն է կարող լիներ այս կատեգորիայի մարդկանցից, որ երեխային գար վերցներ ու գնար։ Կարող է երեխան չի գնացել գետի ուղությամբ, գնացել է օրինակ գյուղամեջ, մի քանի փողոց այն կողմա գնացել կամ մի փողոց այն կողմա գնացել, ոչ մեկ չի նկատել, բոլորը եղել են իրանց տներում, չեն նկատել, մեկը եկել վերցրել տարել է։ Բացառվում է, իհարկե չի բացառվում։ Եվ բնականաբար սա է պատճառը, որ շատ շատերը մեծամասամբ հարազատները մտածում են, որ երեխային առևանգել են, երեխան գետի ուղղությամբ չի գնացել եւ կարծես իրանք անիմաստ են համարում գետում որոնողա փրկարարական աշխատանքները, բայց քանի որ դա կասկածելի ամենագլխավոր կետն է գետը պետքա միշտ ստուգվի, ինչքան շատ ստուգվի գետը եւ ինչքան երեխան չգտնվի գետում, այնքան երեխային առևանգելը կլինի հիմնավորված։ Որովհետև այդ գետը գնում է ու հասնում է միտեղ, որտեղ որ ինքը բարակում է եւ ջուրը հավաքվում է ջրամբարի նման։ Այդ հատվածից ավելի է հնարավորություն տալիս փրկարարներին, որ իրանք ավելի հեշտացնեն իրանց աշխատանքները, չնայած շատ բարդ աշխատանքներ է, բայց իհարկե կարելի է սպասել մի քանի օր, որովհետև 10-15 օրվա ընթացքում մարմինը բարձրանում է ջրի երես եւ եթե իրականում երեխան գտնվում է ջրում, սարսափելի դեպք է եղել, նա կհայտնվի ջրի երեսում, եթե չի գտնվում քարերից կամ ինչ որ մի ճյուղերից, արմատներից կարճած վիճակում։